Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ է Նանի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, որ վերադարձությունները նախամարտ։ Հաղթահարել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող իրավական ու քաղաքական արգելքները, վերահաստատել Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների հայրենադարձության իրավունքը, Ստամբուլում տեղի ունեցած իսլամական գործակցության կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նստաշրջանում ընդունված Ստամբուլի հռչակագիրը։ Պաշտոնական Երևանը խորապես հիասթափված է Ստամբուլի հռչակագրում տեղ գտած խեղաթյուրված եւ ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության արձագանքը փաստաթղթին։ Հանդիպում գործընկերոջ հետ կարևոր քննարկումներ։ Հունիսի 24-ից 27-ը Հայաստանի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան։ Կրեմլում կայացել է Վլադիմիր Պուտինի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը։ Պուտինը դատապարտել է Իսրայելի գործողությունները, Արաղչին խնդրել օգնություն, ինչ ընթացք կստանա հակամարտությունը Միացյալ Նահանգների հարվածներից հետո։ Պատժի արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ, ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները արդեն հասանելի են։ Ինչ է այն ենթադրում։ Երեկ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել Իսլամական գործակցության կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանը, որի ավարտին ընդունվել է Ստամբուլի հռչակագիրը։ Հռչակագրով անդամ երկրները կոչ են արել Հայաստանին հաղթահարել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող իրավական ու քաղաքական արգելքները, այդպիսով դադարեցնելով եւ զերծ մնալով Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը խաթարելուց։ Հռչակագրով պետությունները խորը մտահոգություն են հայտնել Արևմտյան Ադրբեջան համայնքի ճակատագրի վերաբերյալ, վերահաստատել տեղահանված ադրբեջանցիների հայրենադարձության իրավունքը, դատապարտել Հայաստանի հրաժարումը Արևմտյան Ադրբեջան համայնքի հետ երկխոսությունից։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Իսլամական գործակցության կազմակերպության անդամ պետությունների ընդունած այս հռչակագրին, նշելով, որ պաշտոնական Երևանը խորապես հիասթափված է դրանում տեղ գտած խեղաթյուրված եւ ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ, քանի որ արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին եւ տրամաբանությանը։ ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը։ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա եւ չի կարող լինել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան։ Ինչ վերաբերում է խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում, Բաքվում, Սումգայիթում եւ այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ եւ բռնի տարհանում։ Իսկ նույն օրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023 թվականի աշնանը, երբ ավելի քան 115,000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը, ենթարկվելով էթնիկ զտման։ Արտաքին գործերի նախարարությունը վերոնշյալ հռչակագրին եւ բանաձևին միացած երկրներին կոչ արել վերանայել եւ վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը թիրախավորող եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից։ Անդրադառնանք այլ թեմաների։ Հունիսի 24-ից 27-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան գործընկեր նախարար Վան Յիի հրավերով։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ նախատեսված է հանդիպում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ, ծրագրված են նաև այլ քննարկումներ։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ։ Վարչապետը կարևորել է նման հանդիպումները։ Փաշինյանի խոսքով այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ Հայաստանի կառավարության եւ Ամերիկայի առևտրի պալատի անդամների միջև հետագա գործակցության համար։ Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու սերտորեն գործակցել Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը եւ միջազգային մրցունակությունը խթանելու ուղղությամբ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների զինված ուժերի գործունեության տարբեր ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ զեկույցներից հետո Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է ցուցումներ և հանձնարարականներ։ Կրեմլում կայացել է Վլադիմիր Պուտինի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը, որի մեկնարկին Պուտինը դատապարտել է Իսրայելի գործողությունները, նշելով, որ Իրանի դեմ հրահրված ագրեսիան որևէ հիմք չունի, դրա համար որևէ արդարացում չկա։ Ի դեպ, Կրեմլը հայտարարել է, որ կքննարկի Իրանին ռազմական օգնություն տրամադրելու հարցը, եթե վերջինս խնդրի դա։ Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով Այաթոլլահ Խամենեին ուղերձ եղել Պուտինին և օգնություն խնդրել։ Նրա նամակը Պուտինին է փոխանցել Արաղչին։ Այս հանդիպումը հաջորդել է Միացյալ Նահանգների կողմից իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածներին։ Իր հայտնի կարմիր գլխարկով էկրանի առաջ նստած Դոնալդ Թրամփը ուղիղ հեռարձակմամբ հետևում էր, թե ինչպես են ամերիկյան ռազմաօդային ուժերը ռմբակոծում Իրանի միջուկային ծրագրի 3 կարևորագույն օբյեկտները։ A short time ago, the U.S. military carried out massive precision strikes on the 3 key nuclear facilities in the Iranian regime, Fordow, Natanz, and Esfahan. Սա Թրամփի ուղերձն է ամերիկացիներին։ Նա Իրանի դեմ ուղղված գործողությունն անվանել է ռազմական ակնառու հաջողություն, հայտարարելով, որ Իրանի միջուկային սպառնալիքը վերացվել է։ Միջուկային ծրագրի բոլոր 3 օբյեկտները ամբողջությամբ ոչնչացվել են։ Թրամփը մանրամասներ է հայտնել հարվածների ուժգնության մասին, նշել, որ միջուկային գլխավոր օբյեկտի Ֆորդոյի ուղղությամբ ամերիկյան զինուժը կիրառել է ամենամեծ ռումբերը։ Բոլոր ինքնաթիռներն ապահով տուն են վերադառնում, շնորհավորում ենք մեր հիանալի ամերիկացի մարտիկներին, աշխարհում ոչ մի այլ բանակ չի կարող դա անել, հիմա խաղաղության ժամն է, գրել է Թրամփը։ Թրամփը պարբերաբար հայտարարում էր խաղաղություն ուժի միջոցով։ Ահա փաստորեն խաղաղասեր ամերիկացին գործի է դնում բունկերային ռումբերը, որոնք կշռում են ավելի քան 13 տոննա։ Չնայած Թրամփը պնդում է, թե ոչնչացրել են Իրանի միջուկային գլխավոր օբյեկտները, սակայն Թեհրանը հայտարարում է, Իրանը լուրջ վնասներ չի կրել։ Հարվածներ այո եղել են, սակայն կանխատեսելով հարվածները նախապես տարհանել են հարստացված ուրանը։ Հետաքրքրական է, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ամերիկյան հարվածներից հետո չի հայտնաբերել ուրանի ճառագայթման մակարդակի բարձրացման նշաններ։ Համանման հայտարարություն են տարածել նաև Սաուդյան Արաբիայի միջուկային և ճառագայթաբանական կարգավորման հանձնաժողովը և Իրանի միջուկային անվտանգության կենտրոնը։ Իրանի ատոմային էներգիայի գործակալությունն էլ վստահեցրել է, ամերիկյան հարձակումներից հետո մտադիր չէ դադարեցնել ուրանի հարստացումը։ Իրանը, ինչպես և խոստացել էր, չուշացրեց պատասխան հարվածը, հրթիռներով և կամիկաձե անօդաչուներով գրոհել է Իսրայելի ամբողջ տարածքը հյուսիսից հարավ։ Իրանական հրթիռային հարվածներից վնասվել են Իսրայելի բազմաթիվ քաղաքներ։ Կան տեղեկություններ, որ Իրանը հարվածել է նաև Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Մինչև Նեթանյահուն շնորհակալություն է հայտնում Թրամփին, Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, հանդիպել Պուտինին։ Ռուսաստանի նախագահը հակառակվելով Թրամփին հայտարարել է, ագրեսիան Իրանի հանդեպ ոչ մի հիմք և արդարացում չունի։ Միացյալ Նահանգների հարձակումն արդեն իսկ հարուցել է միջազգային հանրության բացասական արձագանքը, սակայն միայն բանավոր հայտարարություններն ու հեռախոսազանգերը միմյանց չեն փոխում պատերազմի պայթյունավտանգ ընթացքը։ Չնայած Միացյալ Նահանգները, ըստ որոշ տեղեկությունների, տարածաշրջանային երկրների միջոցով Իրանին հայտնել է Իսրայելի հակամարտությունը դադարեցնելու մտադրության մասին։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։ Իրանի վերջին շահի որդին կրկին կոչ է արել հայրենիքում իշխանափոխության հասնել Ռեզա Փահլավին, Փարիզից կոչ է արել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրաժարական ներկայացնել։ Նա առաջին անգամը չէ, որ ապստամբելու կոչով դիմում է ժողովրդին։ Իսկ Հունգարիան և Սլովակիան որոշել են արգելափակել Ռուսաստանի դեմ Եվրոպական միության պատժամիջոցների նոր 18-րդ փաթեթի ընդունումը, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նրա խոսքով Բուդապեշտը և Բրատիսլավան այս քայլին են դիմում ռուսական էներգակիրներ ներկրումը ամբողջությամբ արգելելու ԵՄ ծրագրերին պատասխան։ Մենք այս քայլին ենք դիմում, քանի որ ԵՄ-ն ցանկանում է արգելել անդամ պետություններին, մասնավորաբար Հունգարիային և Սլովակիային, էժան ռուսական բնական գազ և ռուսական նավթ ձեռք բերել, նշել է Հունգարիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Իսկ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի տարածքի հրթիռակոծումը, հերթական հարվածը հասցվել է Բելգորոդ Դնիստրովսկի քաղաքին, թիրախում է հայտնվել քաղաքի ճեմարանը։ Այն ավերվել է, նախնական տվյալներով կան զոհեր ու վիրավորներ։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։ Երեք մարդ է զոհվել, առնվազն 14-ը վիրավորվել ռուսական հրթիռային հարձակման հետևանքով Խերսոնի մարզում գտնվող ուկրաինական զինվորական ուսումնական տարածքի վրա։ Հաղորդվում է, որ սա մեկ ամսվա ընթացքում գրանցված երրորդ հարձակումն է Ուկրաինայի զինվորական ուսումնական տարածքների վրա։ Ուկրաինայի հաղորդմամբ ուսումնական հարձակումից առաջ ժամանակավոր ուսումնական բազայում զինծառայողների հետ պարապմունքներ էին ընթանում։ Հարձակումն ամենայն հավանականությամբ իրականացվել է ռուսական Իսկանդեր բալիստիկ հրթիռով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդել է, թե սպանվել է մոտ 70 ուկրաինացի զինծառայող։ Գիշերն առնվազն 10 անօդաչու թռչող սարք է գրոհել Օդեսայի մարզի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս 14-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել։ Հաղորդվում է, որ վնասվել են 23 հարկանի շենք, բազմաբնակարան բնակելի շենքեր, շինություններ, ուսումնական հաստատություն, խանութներ եւ մեքենաներ։ Ուկրաինացի զինվորականներն ընդհանուր առմամբ գրանցել են երկրի ուղղությամբ արձակված 86 գրոհային անօդաչու թռչող սարք, դրանցից 70-ը ոչնչացվել է։ Բելարուսի իշխանությունն ազատ է արձակել 14 բանտարկյալի, այդ թվում ընդդիմադիր առաջնորդ Սերգեյ Տիխանովսկուն եւ Ազատության ռադիոկայանի նախկին լրագրող Իգոր Կարնեին։ Քաղբանտարկյալների ազատ արձակումը տեղի ունեցել Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգի Բելարուս կատարած այցի ֆոնին։ Բելարուսի նախագահը Միացյալ Նահանգների միջնորդությամբ ներում է շնորհել իր կոշտ քննադատ ընդդիմության առաջնորդ Տիխանովսկուն ավելի քան 5 տարվա բանտարկությունից հետո։ Տիխանովսկին այժմ գտնվում է Լիտվայի տարածքում։ Վերջինս հայտարարել է, թե կինը կշարունակի ղեկավարել ընդդիմադիր շարժումը, կոչ անելով կողմնակիցներին շարունակել պայքարել փոփոխությունների եւ քաղբանտարկյալների ազատ արձակման համար։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են մինչև 5%-ով ավելացնել պաշտպանական ծախսերը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո։ Վերջնաժամկետը 2035 թվականն է։ Նպատակը կվերանայվի մինչև 2029 թվականը։ Նշվում է, որ Իսպանիայի վարչապետ Պետրո Սանչեսը հրաժարվել է պարտավորությունները ստանձնել նպատակին հասնելու համար։ Մադրիդի նման դիրքորոշումը կարող է հանգեցնել Սպիտակ տան ղեկավարի հետ կապված սկանդալի ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի ժամանակ։ Եմենի շիական Անսար Ալլահ շարժումը կհարձակվի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե Միացյալ Նահանգները Իսրայելի կողմից հակամարտության մեջ մտնի Իրանի հետ, հայտարարել է շարժման ռազմական խոսնակը։ Ղազախստանն ու Ադրբեջանը մեկնարկել են Կասպիան հողմ 2025 ռազմածովային զորավարժությունները։ Նպատակն է համատեղ գործողություններ իրականացնել ծովային ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու, ռազմածովային բազաների եւ նավագնացության պաշտպանության համար։ Նախորդ համատեղ զորավարժություններն անցկացվել են Ադրբեջանում։ Բերլինի կենտրոնում տեղի է ունեցել Պաղեստինի աջակցության զանգվածային ցույց։ Նրանք ձեռքերում պահել են պաղեստինյան դրոշներ, պաստառներ, ազատություն Պաղեստինին, կանգնեցրեք ցեղասպանությունը գրություններով։ Ակտիվիստներն ի թիվս այլ պահանջների կոչ են արել դադարեցնել Գազայի հատվածում ցեղասպանությունը եւ Իսրայելին զենքի մատակարարումը։ Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել Եվրամիությանը միանալու հնարավորությունը։ Հաղորդվում է, որ 2023 թվականին Եվրամիությունը բացեց եվրոպական ընտանիքի դռները Վրաստանի համար եւ այն դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու։ Այսօր սակայն Վրաստանի եվրաինտեգրումը կասեցված է։ Ավելին, Վրաստանում ժողովրդավարությունն է վտանգված։ Եվրոպացի դիվանագետները նշել են, որ Վրաստանի հարցը, մասնավորապես ԵՄ-ի դեմ ուղղված ապատեղեկատվությունը, պատժամիջոցների կիրառման հնարավորությունը եւ վիզային ռեժիմի ազատականացումը կարող են քննարկվել նաև ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ։ Թբիլիսիի եւ Բրյուսելի միջև հարաբերությունները վատթարացան այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը 2024 թվականի մայիսին ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Նյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի եւ հորդառատ անձրևների հետևանքով 3 մարդ է մահացել։ Հաղորդվում է, որ մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում 2 ծառերի անկման արդյունք էին։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան 6 ժամ առատ տեղումների պատճառով, որոնք հանգեցրել էին ջրհեղեղների։ Ճանապարհի ողողման հետևանքով 2 ծառ ընկել է բնակելի շենքերի վրա։ Առաջին դեպքում մահացել է 50-ամյա կին, երկրորդում 2 6-ամյա աղջիկներ։ Բոլոր քաղաքացիների պաշտպանությունը։ Բրազիլիայի Սանտա Կատարինա նահանգում 21 մարդ տեղափոխող օդապարիկի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, 13 անց փրկվել է։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Անդրադառնանք այլ թեմաների պատժիչ արդարադատությունը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ Ջուրեմոնիայի մշտադիտարկման արդյունքները արդեն հասանելի են։ Այս ուսումնասիրությունն անդրադառնում է այն գործընթացին, որով հնարավոր է ավանդական պատժիչ արդարադատության մոդելը փոխարինել վերականգնողական արդարադատությամբ հիմնվելով մշտադիտարկման արդյունքների վրա։ Հաշվետվությունը ներկայացնում է փորձառություններ, ցուցանիշներ եւ եզրակացություններ, որոնք արձանագրվել են վերականգնողական մոտեցումներ կիրառած տարբեր դատարաններում քրեակատարողական հաստատություններում։ Հայաստանի արդարադատական համակարգում նոր շունչ է նկատվում ավանդական պատժիչ արդարադատությանը, որտեղ մեղավորին հիմնականում սպասում է ազատազրկում, փորձում է փոխարինել վերականգնողական արդարադատությունը։ Մի մոդել, որը կենտրոնանում է ոչ թե միայն պատժի, այլ փոխհատուցման, վերաինտեգրման եւ հաշտեցման վրա։ Ջուրեմոնի հասարակական նախաձեռնությունը վերջին 1 տարվա ընթացքում մշտադիտարկել է փորձարարական գործեր, որտեղ դատարաններն ու իրավապահ համակարգի ներկայացուցիչները փորձել են կիրառել վերականգնողական մեխանիզմներ։ Նպատակը պարզ է նվազեցնել ռեցիդիվը, ներգրավել տուժողին եւ մեղադրյալին ընդհանուր լուծում գտնելու գործընթացում եւ վերջապես կառուցել մի համակարգ, որն ընդմիշտ հեռացնելու փոխարեն օգնում է վերաինտեգրվել։ Վերականգնողական արդարադատությունը վերջին տարիներին էապես արտահայտում է այն արժեքային փոփոխությունները, դեպի որոնց գնում է մեր պետությունը եւ պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, ի սկզբանե այդ փուլի մեկնարկը տրվեց պրոբացիայի ծառայության ստեղծմամբ դեռևս 2016 թվականին եւ մենք այսօր կանոն քայլերով փորձում ենք բարեփոխումների միջոցով գնալ դեպի այդ փոփոխությունները։ Եթե խոսենք օրենսդրական դաշտի մասին, վերջին տարիների իրողությունը այն էր, որ մենք ընդունեցինք նոր օրենսգրքերը, քրեակատարողական եւ քրեական դատավարության օրենսգրքերը եւ մասնավորապես քրեակատարողական օրենսգրքի հիմքում խորապես տրված էր այս գաղափարը, ապագայում մենք նաեւ նախատեսում ենք պրոբացիայի մասին նոր օրենքի ընդունումը։ Վերականգնողական արդարադատությունն առաջին հերթին նշանակում է լսել թե տուժողին, թե մեղադրյալին։ Ջուրեմոնիայի մշտադիտարկումները ցույց են տալիս, որ երբ կողմերը ներգրավված են, փոխհասկացողության մթնոլորտ կա, կոնֆլիկտները լուծվում են ոչ միայն ավելի արագ, այլև մարդկային ձևով։ Մշտադիտարկման արդյունքներից մեկի համաձայն այն գործերում, որտեղ կիրառվել են վերականգնողական մեխանիզմներ, միջնորդավորված հանդիպումներ, հանրային ծառայություն կամ վնասի հատուցում, կրկնահանցագործության դեպքերը կրճատվել են 30%-ով։ Իհարկե դեռ ամեն ինչ հարթ չէ, դատարանները դեռ սովոր չեն նման գործելավոճին։ Ոչ բոլոր իրավապահներն են պատրաստ հրաժարվել պատժի շուրջ կենտրոնացած մտածողությունից, սակայն գործընթացն արդեն իսկ սկսված է։ Տարբեր վերականգնողական ու վերասոցիալական աղացման ուղղված ծրագրեր ենք իրականացնում։ Վերջին տարիներին այո շատ հարցեր են ուղղվում արդյունավետության գնահատման չափանիշների վերաբերյալ եւ այս համատեքստում մենք ներկա պահին պրոբացիայի ծառայությունում ներդնում ենք վերականգնողական ծրագրեր, որոնք ի սկզբանե ունեն մշակված իրենց գնահատման մեխանիզմները եւ ինչու ենք ներդնում ծրագրեր, որ աշխատակազմը փոխվի, պրոբացիան ինչ ուղղությամբ էլ որ գնա վերականգնողական ներդրված ծրագրերը շարունակական իրենք գոյատևեն ու այսպես լինի դա պրոբացիայի ծառայության համար որպես շարունակական ծրագրեր եւ բոլոր ծրագրերի ներդրման առաջին պայմանը արդյունավետության գնահատման չափանիշներն են։ Ակնհայտ է, որ հասարակությունը նույնպես պատրաստ է այս փոփոխությանը։ Շատերը կողմ են, որ երիտասարդ իրավախախտները չմնան ազատազրկման վայրերում, այլ աշխատեն համայնքում, կրթություն ստանան եւ փորձեն վերականգնել իրենց քայլերի հետևանքները։ Նման մոտեցումները հատկապես կարեւոր են անչափահասների եւ երիտասարդների դեպքում։ Սակայն նաեւ կան լրջագույն խնդիրներ, որոնք մի կողմից կապված են ենթակառուցվածքների հետ, որովհետեւ առանց դրանց հնարավոր չէ ուղղակի իրականացնել եւ մյուսը դա կարողությունն ու գործիքակազմերն են, որտեւ եթե գանք ավելի փիլիսոփայության տեսանկյունից, որին նաեւ մեր ծրագիրը կոչված է կամ մեր աշխատակազմը հավատում է, վերականգնել դա նաեւ վնասի վերականգնման գաղափարն է, ոչ միայն մարդու, այլ վնասի եւ կարծում ենք, որ այստեղ մեր ռազմավարությունը պետք է շատ ավելի նախարարությունը պիտի որդեգրի ավելի ընդլայնված մոտեցում հասկանալու, որ արդարադատության երկու կողմը, դրանք տուժողները եւ իրավախախտները երկու կողմն էլ պիտի պետական աջակցություն ստանան։
Հայաստանի արդարադատության նախարարությունն արդեն իսկ քննարկում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը հնարավորություն կտա օրինականացնել եւ ամրապնդել վերականգնողական արդարադատության մեխանիզմները պետական մակարդակով։ Մասնագետները նշում են, որ փոփոխությունները դանդաղ են, բայց անշրջելի։ Եվ եթե պետությունը, հասարակությունը եւ իրավական համակարգը կարողանան քայլել նույն ուղղությամբ, ապա արդարադատությունը Հայաստանում կարող է դառնալ ոչ միայն պատժի, այլև բուժման ու հաշտեցման գործիք։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։